մանդատը տրված։ Ուրեմն Ադրբեջանի նախագահը առաջին անգամ սահմանադրություն փոխելու մասին խոսել է 2024 թվականի փետրվարին։ Եվ այդտեղից սկսած է նաև Հայաստանի կառավարության ղեկավարը խոսում ի կատարումն Ադրբեջանի պահանջի սահմանադրության փոփոխության մասին Ալիևը խոսել է։ Եվ սա ես կոչում ենք Ալիևի հանրաքվե, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել Հայաստանում։ Իրականում սա թակարդ է, եւ ասեմ ձեզ, որ երկու մեջբերում ասեմ, ինչ աստիճան է համընկնում Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ալիև, ներկայիս Հայաստանը մեր հողն է։ Երբեք Հայաստանը նրանք երբեք պետություն չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյան, այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ Նախկինում երբեք 90%-ը հայություն չի եղել։ Եվ եւս մեկը Ալիև, Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյան, մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք կադաստրի թուղթ։ Շատ լավ։ Ակնհայտ է, որ մի րոպե Շատ լավ, չէ, վերջ։ Ակնհայտ է, որ այս պահանջները Լևոն Շիրյան, Արտակ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան, որպեսզի արձագանքի։ Փորձենք չխանգարել իրար։ Ուրեմն այդ սահմանադրական բարեփոխման հարցի մասին, սահմանադրության բարեփոխման հարցը եղել է 2019 թվականը մինչև հեղափոխությունը։ Առաջին նիստին ես մասնակցել եմ։ Վիգեն Խաչատրյանի հետ միասին էլ երկար քննարկել ենք։ Այսինքն մինչև կովիդ, մինչև պատերազմ սահմանադրության փոփոխության հարցը եւ հանձնաժողով ստեղծելու հարցը քննվել է եւ հետո մնացածին չէ։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը իրազեկնել։ Մի րոպե, ես ուզում եմ պարոն Փաշինյանին դիմեմ, պարոն Փաշինյան, մենք ասենք Չինաստան, Ռուսաստան տեսել ենք սահմանազատում 2001 թիվից մինչև 2008 թիվ կողմերը հայտարարեցին, որ սահմանային խնդիր չունեն, Ռուսաստանը թուլացավ, հիմա ասում են այդ Մանջուրիան, Չինաստանն Պարոն Սարգսյան, ես քննարկմանը ինչ կապ ունի ձեր ասածը։ Չէ, հիմա խոսքը գնում է Արցախից եւ այդ սահմանադրության հիմա հարցս ո՞նց եք ապահովելու, որ հետագայում այդ նույն պահանջները հիմա կսահմանազատեք, հետագայում Ադրբեջանը էլի չի ստիպելու դուք գնաք նոր զիջումներ։ Հետո Արման Բաբաջանյան։ Շնորհակալ եմ։ Մենք սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու մասին չենք խոսում, մենք խոսում ենք նոր սահմանադրության տեքստի մեջ, թե ինչ պետքա լինի այնտեղ, ինչ պետքա չլինի։ Պարոն Զուրաբյանն ասում է Տավուշի մարզի 3 գյուղերը հանձնել են, թող անվանի Տավուշի մարզի 3 այն գյուղերը, որոնք մենք հանձնել ենք։ Ինչ վերաբերվում է թե շարժումը պատճառ չի եղել, շարժումը պատճառ է եղել կոնֆլիկտի, շարժումը պատճառ է եղել նրան, որ մենք չկենտրոնանանք Հայաստանի պետականությունը կայացնելու վրա, այլ Հայաստանի պետականության բոլոր ռեսուրսները դնենք անհեռանկար մի գործի վրա, որի ելքը դեռ 1996 թվականից լուծված էր։ Ես սահմանադրության փոփոխության մասին անձամբ խոսել եմ նոր սահմանադրության ընդունման մասին 2020 թվականի փետրվարին եւ երբ որ ասում եմ որ ես ասել եմ Հայաստան այս տարածքում պետություն գոյություն չի ունեցել ադրբեջանական պետություն էլ գոյություն չի ունեցել Հայաստանի հետ չգիտի պարոն Թաթոյանը որ առաջին հանրապետությունները ձևավորվել են իրար հետ օրերի ընթացքում 1918 թվականից առաջ դրանից առաջ Ադրբեջան 1000 տարի այս տարածքում Պարոն Բաբաջյան, Ադրբեջան լսում, մի րոպե, դուք էլի տեղից խոսում եք։